բարև ձեզ յուրաքանչյուր գործչի համար հասարակական եւ նաեւ քաղաքական շատ կարեւոր է որպեսզի իր խոսույթը եւ իրականությունը իրար հետ համատեղելի լինեն ինչով է տարբերում պոպուլիստական լիդերը ոչ պոպուլիստական լիդերից նրանով որ նա կարող է հիմնավորել իր ասածը եւ այսօր ես ուզում եմ խոսել 5 քննադատությունների մասին 5 կասկածների մասին որ ունեցել են մեր ընդդիմախոսները ավելի շատ մեր նախորդ ուղերձների հետ կապված առաջի կասկածը որ ունեցել են մարդիկ դա կապված էր Վանաձորի նավթավերամշակման գործարանի հետ կուզեմ հիշեցնեմ որ ես առաջարկել էի Վանաձորում կառուցել երկրում միակ նավթավերամշակման գործարանը ամբողջ ցիկլով եւ դա կլիներ Լոռու մարզի համար հիմնական շոկեքարշերից մեկը տնտեսական ինչ էին ասում ընդդիմախոսները հիմնականում իշխանական ճամբարից ասում էին որ շահութաբեր չի լինի ինչպես եք դուք դա անելու եւ ինչ փորձ ունեք դուք որ դա անեք ուրեմն հայկական շուկայում բենզինի գինը արժե 500 դրամ եւ դիզելի գինն էլ մոտավորապես 500 դրամ է համաշխարհային բորսայի հում նավթի գինը 150 դրամ է տարբերությունը մենք տեսնում ենք հարկերը հանած եւ ակցիզները հանած բենզինի գինը Հայաստանում 400 դրամ է միլիտրը մի լիտր հում նավթը 150 խնդրում եմ ինձ բացատրեք ինչպես տարածաշրջանում աշխարհում ամենաէժան նավթի հումք ունեցող տարածաշրջանում միջին արևելքի կողքը գտնվող երկրում կարող է ոչ շահութաբեր լինել նավթավերամշակման կոմբինատը եթե մենք ամենաթանկ բենզինը ունենք տարածաշրջանում եւ ամենաթանկ դիզելը ամենաթանկ բենզինը եւ ամենաթանկ դիզել ունեցող տարածաշրջանում որտեղ հումքը ամենաէժանն է տարբերությունը որ դուք հասկանաք հում նավթի եւ բենզինի հարաբերակցությունը մոտ 80% թանկացում է գնում, այսինքն 80% բենզինը ավելի թանկ է, եթե վերամշակենք հում նավթը եւ դրա մի մասը ստանանք բենզին, դրա մի մասը դիզել, հետո կերոսին եւ այլ նյութեր։ Ես կարող եմ հղումում ներկայացնել բոլոր հաշվարկները, մենք ունենք բազային հաշվարկ, որը տնտեսագետների հետաքրքրված տնտեսագետներին կարող ենք ներկայացնել, հրավիրել, որպեսզի դուք վստահ լինեք, որ մենք հաշվարկված ենք խոսում, պոպուլիստական ոչ մի բան չենք ասում եւ նման չենք պոպուլիստական լիդերներին, որոնք երբեմն ղեկավարում են մեզ։ Երկրորդ կասկածը մեր խոսքերին, որ մենք լսում ենք, դա Սևանի հետ կապված։ Սևանում ես առաջարկեցի, որ պետք է մենք կարողանանք ձկնաբուծարաններ կառուցենք, կարողանանք թույլ տանք ձկնորսության հետ կապված քվոտավորված ձկնորսության գաղափարը մտցնենք, շատերը ասեցին, որ Սևանը չի սառում, անգամ մի քանի մեմ կար, կարող եմ ներկայացնել ձեզ մի բան։ Եթե դուք Սևանի տարածաշրջանի ժողովրդի հետ խոսեք, իրենք կասեն, որ միակ լավ շրջանը երբ աշխատանք կա, դա ամառային շրջանը եւ տուրիզմը։ Չկա այլ ընտրանք աշխարհում տուրիստական ուղղությունները զարգացնելու, քան սեզոնայնությունը երկարացնելն է։ Ձեր կարծիքով ինչու է օրինակ Կովկասում ամենամեծ Սոչի նավահանգստում համ ամառային հանգիստ ծովում, համ անցկացվեց ձմեռային օլիմպիադաներ, որովհետև Ռուսաստանն էլ հաշվարկով տեսավ, որ չունենալով ձմեռային տուրիզմ Սոչիում, Սոչի երբեք չի զարգանա եւ միայն սեզոնային տուրիզմով ոչ մի մեծ ցանց չգա այդ երկիր։ Նույնն էլ մենք առաջարկում ենք Սևանի համար, կոնցեպցիան բարդ է լինելու ես հասկանում եմ, որովհետև կլիմայական պայմաններ կա, բայց Սևանի սահմանակից շրջաններում ես վստահ եմ Սևանա լճի սահմանակից կան զոնաներ, որտեղ մենք կարող ենք զուգակցել եւ ձմեռային տուրիզմը եւ ամառային տուրիզմը։ Ձմեռը լեռնադահուկային եւ այլ տեսակի տուրիստական գործունեություն, իսկ ամառը օգտագործել մեր լճի գեղեցիկ պատկերը։ Շատ կարևոր է որ բոլորս հասկանանք, հարգելի հայրենակիցներ, երբ մենք առաջարկեցինք ձկնաբուծարանը, ասեցին էկոլոգիայի հետ կապված կարող է խնդիր լինել։ Եթե ձուկ մի աճացրեք Սևանում, էկոլոգիայի խնդիր կլինի։ Ձուկ մի բռնեք Սևանում, ձկները կավարտվեն։ Տուրիզմը մի զարգացրեք ձմեռային, որովհետև ձմեռը ցուրտ է այդտեղ։ Լավ, ինչ անենք Սևանում մենք։ Ուղղակի գնանք, ասենք, լճին նայենք ու խոզի խորոված անենք։ Երրորդ կասկածը, որ մեր խոսքերից ունեցան մեր օպոնենտները իշխանությունից, դա նա էր, որ Մեղրիում մենք առաջարկել էինք ջերմաէլեկտրակայան, երկու բան ասեցին, եթե ձեռնտու լիներ, տաշիր արդեն կաներ, ինչու չեք անում, եւ երկրորդը, որ այնտեղ չկան ենթակառուցվածքային հնարավորությունները։ Հարգելիներս, ջերմաէլեկտրակայան մանի տեխնոլոգիայով մենք արդեն անում ենք հրազդանում, տեխնոլոգիապես ամբողջությամբ տիրապետում ենք
եւ տեսնում ենք, որ Մեղրին հենց անվայրն է, որտեղ պետք է լինի, եւ հենց Մեղրին են ընտրել, որտեղ ենթակառուցվածքային առումով նա իդեալական հնարավորություն ունի կպնի Իրանի հետ։ Վստահ եղեք, որ այդ գործը մենք անում ենք հիմա, դա շահութաբեր է, հետաքրքիր է եւ Հայաստանի մասշտաբով, եթե բարտերային մեխանիզմը մենք զարգացնենք Մեղրի սահմանին, մեծ ջերմաէլեկտրականներ, շատ ջերմաէլեկտրականներ սարքենք, դրանով մենք շատ էժան գազի ներմուծում կունենանք Հայաստան, էլեկտրականություն կվաճառենք, գազ կներմուծենք, ավելցուկ գազ կունենանք, Հայաստանը կունենա գազի ինքնաբավության ինչ որ մակարդակ։ Ամբողջությամբ մենք կախված չենք լինի վճարվող գազից։ Սա երկրի անկախության հիմնական կետերից է։ Եթե ուզում ես իրական անկախություն, պետք է ունենաս տնտեսական անկախություն։ Ոչ թե խոսես այդ մասին։ Չորրորդը, որ մեզ հաճախ ասում են, եթե այդպես լավ գործարան կառուցող էիր, կրկեսը սարքեիր։ Կրկեսը 10 քանի տարի չէի կառուցում։ Ինձ թվում է մեր հայրենակիցները ԿՊԱ-ական, իշխանական շփոթել են մի քանի բան։ Բիզնեսը պետք է լինի հաշվարկված, պրագմատիկ, եւ մենք չենք կարող պետական այրերի նման բացում անել, կարմիր լենտը կտրել, իսկ հետո 3 ամիս հետո դադարի աշխատել։ Նա պետք է վնասով չաշխատի։ Մեր առաջարկներ կրկեսի ուղղությամբ գտնել կոնցեպցիա, որ հայրենակիցներ ջան, ձեզ հետաքրքիր լինի գնալ ձեր բարեկամների, ձեր երեխաների հետ, եւ դա բարդ ակրոբատիկ միջոցառումներն են, այլ ոչ թե հին տրադիցիոն կրկեսը։ Իհարկե, ուշացումը եղել է, մենք պետք է ճիշտը ասենք, դա խնդիր է, բայց կրկեսի բացումը կապված չէ շինարարության ընթացքի հետ, կապված է կոնցեպտի հետ։ Իսկ այն, թե մենք կրկեսը չենք կարողացել կառուցել, ուրիշ ինչի մասին է խոսում, ես ուզում եմ ասել, որ վերջի ժամանակներում նույն Երևանում մենք կառուցել ենք մի քանի մոտապես մի քանի տասնյակ հազար մետր հանձնել ենք տարածք, տնտեսական հետաքրքրություն ներկայացնող նաև Կոտայքի մարզում, 2 արտադրամաս Արարատի մարզում, 2 արտադրամաս Լոռվա մարզում, մի գործարան, այսինքն անկերությունների խումբը եւ մեր թիմը ունի ամենամեծ փորձը պրոյեկտներ իրականացնելու մեր երկրում այս պայդրությամբ։ Պետական այրերը կարող են գալ կարմիր լենտը կտրել, հետո պետության հաշվին վնասով աշխատի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի որևէ կոնցեպտ երկրում վնասով թողենք, վնասով աշխատի։ Այդ իսկ պատճառով մեր հիմնական յուրաքանչյուր կոնցեպտի վրա մենք աշխատում ենք, որ հանենք շահութաբերից։ 5-րդ կետը, որը էլի հետաքրքիր է, կարծում եմ, եւս կուզեի ձեզ ներկայացնել, կապված է, երբ ես արտահայտվեցի, ասեցի, որ Հայաստանում անկում է ապրում գյուղատնտեսությունը, ինձ ասեցին, բեր հիմնավորումներ, բեր թվեր, Նարեկ ջան, ինչպես է անկում ապրում, ուրեմն կենտրոնական բանկի օֆիցիալ տվյալներով։ Իրական աճը ոչ գնաճային, այսինքն ոչ թե գներն են աճել, այլ իրական աճը գյուղատնտեսության 2019 թվականին մենք ունեցել ենք 5% անկում, 2020 թվականին ունեցել ենք 3% անկում, 2021 թվականին ունեցել ենք 0.8% անկում, 2022 թվականին 0.7 եւ այլն։ Այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության ժամանակ իրենց կողմից իսկ նշանակված ղեկավարով կառավարվող կենտրոնական բանկի օֆիցիալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոտարապես 10% մեր գյուղատնտեսությունը 21-րդ դարում անկում է ապրել։ Ինչ է այս ամենը ասում, որ գյուղի վրա իրական ներդրումը հարյուրավոր միլիոններ որ ծախսում է, էֆեկտիվ չի ծախսում։ Մեր առաջարկը գյուղատնտեսության հարցը պետք է լուծել մթերումով։ Մթերում։ Մենք պետք է մթերման կայաններով այդ հարցը լուծենք, որպեսզի կայուն մթերում ապահովենք բնակիչների համար եւ հետ բերենք ամբողջ պոտենցիալը մեր գյուղատնտեսության, որովհետեւ 400,000 հեկտարից, եւս մեկ անգամ եմ ուզում կրկնել, 200,000 հեկտար չի մշակվում մեր երկրում եւ վերջի ԿՊ-ի կառավարման շրջանում 10% էլ անկում ենք ունեցել ըստ կենտրոնական բանկի վիճակագրության։ Նաեւ տվյալներից մեկը ամենաառաջի վիճակների ժամանակ, ուղերձների ժամանակ, երբ ես ասացի, որ բնակչությունը մարզերում անկում է ապրում, ինձ ասացին, որ ոչ Նարեկ ջան, տեսեք, ցույց տվեցին վիճակագրությունը, թե ինչպես է մի քանի մարզում կա բնակչության աճ։ Հարգելի հայրենակիցներ, հղումում մենք կարող ենք կցել։ Բնակչության աճ կա այն մարզերում, որտեղ եկել են Արցախի մեր հայրենակիցները։ Վստահ եղեք, հարգելի հայրենակիցներ, որ այն թվերը, այն տվյալները, որ ես ասում եմ, մի քանի անգամ ստուգված, մի քանի անգամ մեր մեջ փորձված տվյալներ են, որպեսզի վաղը մենք չունենանք ոչ ճիշտ, ոչ մտածված խոսքերի համար պատասխան տալու կարիք, որովհետև մեր բոլոր խոսքերն են ու գործարների մոտ դա համընդհանուր է, բոլոր խոսքերն էլ ունեն արժեք։ Ինչով եւ մենք տարբերվում ենք շատ
պոպուլիստական քաղաքական գործիչներից։ Շնորհակալություն։